Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ավրորանյուս Լիլիթ Աղաջանյան, պարոն Մելիքբեկյան, մի դիտարկում անեմ, սա ուղղակի մարդկային տեսանկյունից, ասեցիք սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք, եթե հիմա ինձ գնդակ տակում ենք միասին իջնենք մարզադաշտ, իմ հնարավորությունները եւս լինելու են սահմանափակ, որովհետեւ ես ֆուտբոլ խաղալ չգիտեմ։ Ուղղակի ասենք հաշմանդամ մարդիկ կամ հաշմանդամություն ունեցող անձինք այդպես խոսույթը ճիշտ է։ Հիմա կներեք, ես ասացի սահմանափակ կարողություններ ունեցող նա մեկ, երկրորդն էլ այո հաշմանդամ չեն ասում, հաշմանդամություն ունեցող են ասում, եւ կարծում եմ, որ սահմանափակ կարողություններ ունեցողը հաշմանդամությունից մի փոքր նաեւ այլ խումբ է, բայց դրա մասին երկար հետո կարող ենք խոսել։ Ուղղակի իմ հնարավորությունները էլի եմ ասում, եթե ինձ տակ գնդակ, իմ հնարավորությունները եւս կլինեն սահմանափակ։ Հիմա հարցը։ Հետաքննող լրագրողները հրապարակումներ ունեն, ըստ որոնց Վեստ Արմենիայի հետ կոնկրետ առնչություն ունեցող անձը Բելգիայի կողմից հետախուզվում է պայմանավորված խաղերի համար։ Կան նաև հրապարակումներ, ըստ որոնց Հայաստանի առաջնությունում դեռ առկա են պայմանավորված խաղեր։ Եվ թեմայի շարունակություն, էլի հղում անեմ գործընկերներիս նյութերին, բկման դարձել է զինված ուժերում ծառայությունից ազատվելու միջոց։ Ինչ է կանում այս ուղղությամբ, քանի որ այս պարագայում բանակը եւս ներքաշվում է կեղտոտ խաղերի մեջ, եւ վերջապես գտնվելով Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության կողքին, դուք որպես ֆուտբոլի պատասխանատու, երկրպագու ջատագով, ինչ զգացողություններ ունեցաք նայելով նման խայտառակ խաղը։ Շնորհակալ եմ։ Ես, քանի որ պայմանավորված խաղերի մասին խոսեցի, ես կխնդրեմ պարոն Նազարյանը եւս մեկ անգամ այն տեսանկյունից եւ Վեստ Արմենիայի մասին, որը այդ անձը այլևս հայկական ֆուտբոլում չկա եւ այլն կարճ կխոսի, հետո ես մենք խոսենք ԲԿՄ-ից։ Վեստ Արմենիայի հարցի մասով այդ հետաքննությունը, որը հիշատակեցիք եւ հոդվածը, ես ծանոթ եմ այդ հոդվածին, բավական վաղուց էր այդ հոդվածը հրապարակվել, առնվազն երևի 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում, դրանից հետո Վեստ Արմենիայում բավական մեծ փոփոխություններ են եղել։ Ես նախ չեմ տիրապետում հոդվածի ճշգրտությանը եւ ինչքանով են այդ փաստերը իրականությանը համապատասխանում, չեմ էլ կարող տիրապետել, բայց կարող եմ հստակ ասել, որ 2024-25 մրցաշրջանից անմիջապես առաջ Վեստ Արմենիայի սեփականատերը փոխվել է, լրիվ այլ խումբ սեփականատերեր են այսօր տնօրինում ակումբը, ու ձեր նշած հոդվածի հետ իրենք ոչ մի կապ չունեն։ Հիմա անդրադառնալով ԲԿՄ-ին խնդրում եմ կցիտեք այդ, որ դուք ասեք մեր գործընկերները ասում են, որ ինչ են ասում, ինչի մասին։ Մի կոնկրետ օրինակ կասեք, խնդրում եմ։ Հիմա այստեղ բոլոր գործընկերներ համաձայն են, որ ԲԿՄ-ն միջոց է։ Ուրեմն այն մարդիկ, ով որ երբևէ դիտել են ԲԿՄ-ի խաղերը, որոնք երբևէ տեսել են ով է խաղում ԲԿՄ-ում, երբևէ չեն կարող նման պնդումներ անել։ ԲԿՄ-ն բաղկացած է այն ֆուտբոլիստներից, որոնք խաղում են Հայաստանի երիտասարդական, ազգային անգամ եւ 19 տարեկանների հավաքականում, ԲԿՄ-ի գործընթացը շատ հստակ է, բոլորը գիտեն ակումբներից ով է գալիս ԲԿՄ, որոնք են այդ ֆուտբոլիստների քանակը եւ get 1 ֆուտբոլիստ, որը get 1 ոչ ֆուտբոլիստ, ասեմ, երբևէ պատմության մեջ ԲԿՄ-ում չի խաղացել։ Չի եղել այնպիսի մարդ, որ անցել է ԲԿՄ-ի ցուցակներով եւ ֆուտբոլիստ չի եղել։ Ավելին ասեմ, եղել են ֆուտբոլիստներ, ես չեմ կարող ուղղակի հարգանքից այդ մարդկանց նկատմամբ բանները տալ, որոնք ընդգրկվել են ԲԿՄ-ի կազմում, բայց քանի որ ընթացքում չեն համապատասխանել այն պահանջներին, որոնք ԲԿՄ-ի մարզիչները դրել են իրենց առջև, նրանք ուղարկվել են զորամաս ծառայել։ Այդպիսի ֆուտբոլիստներ եղել են, բայց ֆուտբոլիստներ, որոնք եղել են ոչ ֆուտբոլիստ եւ ընդգրկվել են ԲԿՄ-ի ցուցակներում, երբևէ չեն եղել։ Նրանք առնվազն եղել են հավաքականների անդամներ եւ տեխնացուներ եւ մշտապես եղել են բոլորի աչքի առաջ։ Բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր զբաղվում են ֆուտբոլով։ Եվ եթե հիմա այսօր ժամը 4-ին դուք բացեք նոա ԲԿՄ խաղը, դուք կտեսնեք բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնք ծառայության մեջ են եւ հենց հիմա խաղում են ԲԿՄ-ի հիմնական կազմում։ Ուրեմն խոսքիս ամենասկզբում ես նշեցի, որ դա շատ ծանր պարտություն է,
եւ ինչ զգացողություններ ես կարող եմ ունենալ Հայաստան-Վրաստան խաղի վերաբերյալ։ Եթե դուք ուզում եք, որ ես եւս մեկ անգամ վերապրեմ, դրա կարիք չկա։ Ես ամեն օր մտածում եմ այդ խաղի մասին։